Արգելի վեկը, ես սուսմունքը սկզբի հիմնականում չեմ հիշում, չեմ կենտրոնանում, մեկ էլ ենթադրություններով ինչ-որ ստեղծագործությունների վրա է, մի քանի բան ասեմ, կենտրոնանում։ Ուրեմն այս գործով ու նաև ձեր սուսմունքով ես 7 ամիս անցկացրել եմ բանկում։ Հիմա 4-ից 8 տարվա հոդված է եւ ձեր ցուցմունքների ու հիշել չհիշելու տրամաբանության կախված է նաև դատարանի որոշումը դրանից։ Չհիշել, չեմ հիշում, չգիտեմ, այս տրամաբանության անդադար հարցերին պատասխանելը ու դրոզված այս պատասխանելը կարող ոչ օբյեկտիվ դատավարական ընթացք կամ տպավորություն ստեղծել դատարանի ու մեղադրող կողմի, նաև պաշտպանող կողմի մոտ։ Ընդհանրապես աշխարհում ոչինչ հավերժ չի։ Ճշմարտությունն ու արդարությունը կարող են հիվանդանան, բայց չեն մեռնում։ Իսկ ովքեր դրանց դեմ մեղանչել են, կյանքում ինչ-որ օրի կամ ժամը պատասխան են տալիս։ Ուզում եմ կենտրոնանալ հարցերի վրա։ Հիմա դուք ասել եք։ Չի եղել դեպքը ասել եք։ Դուր, մեղադրող կողմը ասում է դուր, տեսակցությամբ ասում եք դուր, ստեղ ցուցմունքով ասում եք դուր, ցուցմունք կա, որտեղ դերված է ու ձեր ստորագրությունն է դերված, դրած է դռներ, ենթադրվում է կամ դուք ստեղ ստել եք ու փորձել եք ավելի վարդագույն կամ գունագեղ ներկայացնել իրականությունը, մեկ ենթադրվում է կամ դուք այս ցուցմունքի բովանդակությունից տեղյակ եք, ընդհանրապես դրել են ձեր դեմ ասում ստորագրել եք ու չեք կարդացել, երկուսից մի տարբերակ է, երրորդ տարբերակ չկա, հիմա տարբերակը որ տարբերակն է, տարբերակ մեկ, այս ցուցմունքին դուք ծանոթ չեք, ուղղակի ձեզ ասում են ստորագրել դուք ստորագրել եք, տարբերակ երկու դուք ծանոթ եք, ստել եք, փորձել եք ավելի բարդացնել գունագեղ ներկայացնել ու ինչ-որ խնդիր ստեղծել։ Հիմա այս ընդհանրապես մի դրված է, շատ է դրված, որ հակասում ստեղծված ձեր ցուցմունքին։ Ներկայային ինչ որ ասում եմ, որ ինչի որ հիշում եմ, թե դռները դռներ, դուք ասում եք, ստեղ վերածա դռներ, դուք այս ցուցմունքը տվել եք ձեր դեռ կարդաք թե չէ։ Չեմ հիշում։ Եթե կարդայիք տենայր, որ դռներ է դրած, դուր չի։ Կասեիք, որ ես իմը չի, ես չեմ ստորագրում, ես իմ բառերից չի։ Երևի, կասեի։ Ուրեմն եթե տեսնեի, որ անճշտություն կա ու իրականություն։ Ուղղակի ներկայային չեմ կարող վստահ պատասխանել, չեմ հիշում։ Դուք հա թե չէ։ Կասեի։ Ուրեմն ինքնուրույն չես տեսնում, չես կարդացել։ Ուղղակի ասում եմ ստորագրեք։ Հիմա ասում ես զանգվածային անկարգություններ, բարձր խոսել, լարված խոսակցություն։ Հիմա էլ է պայքար բարձրային խոսում կամ լարվածը դու մեզանից լարված ես։ Հիմա զանգվածային անկարգությունն է ստեղ տեղի ունենում։ Չէ, դե սկզբում էլ ասացի, չէ, բարձր խոսալ։ Քո ենթադրություններով նկարագրում եք մի դեպք, որը կոչվում է զանգվածային անկարգություն։ Իսկ օրինակ քո ենթադրություններով ու նկարագրություններով այն ինչ որ տեղի ունեցել նոյեմբերի 9-ին, դու ասում ես հողերի հանձնում, այդ հայ ժողովրդի նկատմամբ դավաճանություններ թե չէ։ Չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ։ Չես կարա չպատասխանես, ես քո ենթադրություններն եմ ուզում հաղթանալ։ Նախորդ այսպես դուքով են դիմում։ դուքով չէ։ Կարող է վերջ մասի ինչ-որ բան դուքով են դիմում։ Այն հարցը, որ վերադառել չի, անգամից դատարան խմես կա։ Նոյեմբերի 9-ի իրադարձություններին է վերաբերում այս ամբողջ դատավարությունը եւ վկայի ենթադրություններն ու պատկերացումները ու մեկնաբանությունները հասկանալու համար ես ուզում եմ այդ օրը տեղի ունեցած կարևորագույն իրադարձության մասին ենթադրությունն ու պատկերացումը հասկանալ։ Այդ օրը հայ ժողովրդի նկատմամբ դավաճանություն տեղի ունեցել թե չէ։ Լավ, ես այս իմ հարցը կհանեմ զուտ նրա համար, որ
այստեղ նստածներից որևէ մեկը մտքով անցներ, որ դավաճանություն չի եղել, ասել ոչ, դավաճանություն չի եղել։ Այդ լռությունը ձեր ենթագիտակցության մեջ ընկա, որ դուք էլ եք ընդունում, որ դավաճանություն ա եղել։ Ես չեմ շարունակում, հարցը չեմ շարունակում, բայց իմ համար Մեկնաբանություններ էստեղ չեք կարող։ մեկնաբանության մասը հարգելի դատա, իմ համար սկզբունքային է, ոչ թե այս գործի ընթացքը, կամ ես քանի տարիքը նստեմ, կամ ինչ կլինի է սրա հետևանքը։ Իմ համար սկզբունքային է հասկանալ, ցույց տալ, մարդիկ էլ գոնե մարդկանց մոտ ինչ-որ մի բան իրենց գիտակցության ու ենթագիտակցության մեջ փոխվի, թե հասկանալ, խորքի մեջ ինչա տեղ ունենում։